Ժամը 17-ներ Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը շարունակում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, շատ բարի օր։ Այցով Ղազախստանում գտնվող Իլհամ Ալիևը սենսացիոն հայտարարություն է արել, նա ասել է, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին նրա բառերով օկուպացիայի պահից ի վեր։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևի հետ մամուլի համար հայտարարության ժամանակ նա նաև ասել է, որ Ղազախստանից հացահատիկով բեռնված առաջին շարժակազմն է Ադրբեջանի տարածքով ուղևորվում Հայաստան։ Ղազախական ցորեն Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Այս առաջին հայացքից անհավանական թվացող լուրը դարձավ վերջին ժամերի ամենակննարկվող իրադարձությունը, խորհրդանշելով տարածաշրջանում ձևավորվող նոր իրողությունները։ Այս դինամիկան Աստանայում քննարկումների առանցքում էր Ադրբեջանի եւ Ղազախստանի նախագահների հանդիպմանը, որտեղ Իլհամ Ալիևը հայտարարեց տարածաշրջանում խաղաղության նոր փուլի մեկնարկի մասին։ Ղազախստանի նախագահն իր հերթին որակեց հայ-ադրբեջանական համաձայնությունները որպես պատմական եւ ջրբաժան։ Երկու երկրների միջև ձեռք բերված համաձայնությունները դարձել են ջրբաժան, որը նոր հորիզոններ է բացում համագործակցության համար ամբողջ տարածաշրջանում եւ դրանից դուրս։ Այս հայտարարությունների ֆոնին Ալիևը ներկայացրեց նաև իր տեսլականը տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ։ Չնայած Հայաստանի իշխանության հետևողական մերժմանն ու բացահայտ դժգոհություններին, Ադրբեջանի ղեկավարը շարունակում է օգտագործել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տերմինը։ Նա հայտարարեց, որ TRIP նախագիծը, որին իր անունն է տվել նախագահ Թրամփը, անպայման կիրականացվի եւ որ Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչեւ 2028 թվականի վերջ։ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարածման բոլոր սահմանափակումները։ Ադրբեջանը վերացրել է Հայաստանի բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայի պահից ի վեր, եւ առաջին նման տարանցիկ բեռը եկել է Ղազախստանից Հայաստան հացահատիկը։ Կարծում եմ, որ սա նաեւ լավ ցուցանիշ է այն բանի, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությունը արդեն ոչ միայն թղթի վրա է, այլև գործնականում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հաստատել է, որ շուտով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբականակը։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազերի Բաղդասարյանն էլ գրառում է Արել Ալիևի ժեստը համարելով փոխվստահության ամրապնդման գործում կարևոր քայլ։ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ։ Բաքու այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբականակը։ Խաղաղությունը հաստատված է։ Մինչ հայ-ադրբեջանական ուղղությամբ նկատվում է որոշակի դինամիկա, հայ-թուրքական գործընթացը շարունակվում է տեխնիկական քննարկումների փուլում։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկարը։ Մոտ ժամանակներս տեղի կունենա միջգերատեսչական հանդիպում Գյումրի Կարս երկաթգծի վերականգնման եւ ոչ միջգերատեսչական տեխնիկական հանդիպում, դրանից հետո մանրամասներ կայացնի։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնացը նշել է, որ հանդիպման վայրի մասին մանրամասները լրացուցիչ կհայտնեն։ Նաև տեղեկացրել է, որ զուգահեռաբար շարունակվում են սահմանների բացման մասով քննարկումները։ Նկատենք, որ երկաթուղու քննարկումն անհնար կլիներ առանց ապաշրջափակման եւ սահմանների բացման։ Աննա Հարությունյան, Open Media։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է, որ Ժնևում անցկացվող միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Քննարկումների ընթացքում ողջունեցինք Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Ընդգծեցինք նաեւ կառուցողական երկխոսությունը շարունակելու կարեւորությունը, պատրաստակամություն հայտնելով աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդման ուղղված քայլերի իրագործմանը, գրել է նա։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանավորելու հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը դատարանը քննել է ամբողջ գիշեր եւ բավարարել։ Ղուկասյանին տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ, որը ժողովրդի շրջանում հայտնի է որպես ազգային անվտանգության ծառայության կալանատուն։ Գյումրիի քաղաքապետը մեղադրվում է կաշառք պահանջելու համար։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, գործի քննությանը միջամտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համայնքապետարանի շենքում կատարվում են քննչական գործողություններ։ Թեման ամփոփել է իմ գործընկեր Մերի Դանիելյանը։
Գյումրիի քաղաքապետը կալանավորվեց 2 ամսով։ Դատարանը հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած կալանքի միջնորդությունը քննել է ամբողջ գիշեր։ Որոշումը հրապարակելուց հետո Վարդան Ղուկասյանին տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանի խոսքով կիսատ պռատ փաստաթղթերով են Ղուկասյանին զրկել ազատությունից ու նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունք է դրսևորվում։ Այստեղ մենք գործ ունենք ակնհայտ պատվիրված շինցու քրեական գործի հետ եւ այս պատվիրված շինցու քրեական գործը նպատակ ունի զրկել Գյումրիին կառավարվելու հնարավորությունից եւ քաոս ստեղծել Գյումրիում։ Ղուկասյանին մեղադրում են ենթադրյալ կաշառք պահանջելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեն նաեւ ձայնագրություն է հրապարակել, ապա հայտարարել, որ Գյումրի համայնքի ղեկավարն իր ցուցմունքում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տվյալ բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը։ Պաշտպանական կողմը հակառակն է պնդում։ Հերքում է պարոն Ղուկասյանը ամեն ինչ։ Նման որևէ հանգամանք պարոն Ղուկասյանը չի ընդունում։ Ղուկասյանն ինքն էլ էր վստահ, որ իրեն գաղտնալսում են, ինչի շուրջ կատակել է լրագրողների հետ հենց երթմնակալության օրը։ Կանց շուրջոկներ ու բաներ մեզ նայում են։ Տղաներ, բարև ձեզ։ Ձերբակալված մյուս 7 անձանցից մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Ղեկավար դեմքերի պաշտոնավարումն էլ կասեցվել է։ Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը։ Նա Վարդան Ղուկասյանի փեսան է։ Վարդանանց հրապարակի թեժ բախումները խոսքերի մակարդակով շարունակվել են խորհրդարանում։ Իշխանական ու ընդդիմադիր պատգամավորներն անդրադառնալով Վարդան Ղուկասյանին առնչվող վարույթին իրար հերթ չտալով փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել։ Սերժակոչայանական խաչասերման արդյունքում քանի ամիս տևեց, չէ, քարոզարշավը տևեց 20 օր, այդ 20 օրվա այդ խաչասերման արդյունքում ծնունդ տեղի ունեցավ, ծնվեց քաղաքապետ Վարդանիկը, ու բնական է, որ ձեր խաչասերման արդյունքում ծնվածը պետքա կոռուպցիոներ լինի, ժողովուրդ ջան։ Դուք ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում ենթադրյալ կաշառլափության համար։ Դուք երկու խմբակցություններդ եւ ուժերը, որոնք ներկային ստեղ։ Ուրա Մարտուն Գրիգորյանը ուրա, ինքը ամենամեծ պատասխանատվությունն է կրում, որովհետեւ ինքը անձամբ էր մասնակցում Գյումրիի քաղաքապետի ընտրություններին, համայնքային ընտրություններին եւ ձայնը տվել է Վարդան Ղուկասյանին։ Ընդդիմադիր համայնքապետ կա, որ ընտրվել է չեք հրետապնդել։ Ընդդիմադիր համայնքապետ կա, բանը Գյումրու համայնքապետը կաշառակեր է, Վանաձորինը ընտրվելուց հետո պարզվեց հանցագործա, Գորիսինը ինչ էր, Սիսյանինը ինչ էր, Կապանինը ինչ է, Բերթինը ինչ էր։ Դուք ուղղակի ժողովրդի քվեի հետ չեք հաշտվում։ Եթե արդար դատաքննությամբ պարզվի այդ հանցագործությունները, մենք ինքներս ենք դատապարտելու։ Ինչ է մեր ասածը։ Այդ շոուները, որ բեմադրվում է եւ այստեղից հաստատական պնդումներ են կատարում, վիրավորական արտահայտություններ են անում, դա պատիվ է բերում ձեզ կամ Հայաստանի Հանրապետությանը։ Ասողին լսող էր պետք։ Այսպիսի գրառում է արել Գյումրիի քաղաքապետի նախկին թեկնածուներից Մարտուն Գրիգորյանը, որը մյուս ընդդիմադիր դաշինքներից ու դադարից հետո համաձայնեց իր ձայները փոխանցել Ղուկասյանին։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն դրվագ ասում է ու զգուշացնում, թե ԿՊ-ն գյումրեցիների դեմ ինչ սցենար է նախապատրաստում, թե խոցելի թեկնածուի դեպքում ինչպես են պատրաստվում քաղաքը տանել։ Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 33 մարդ։ Հիշեցնեմ, նախորդին ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել էին Գյումրիի քաղաքապետարան։ Դիմակավորված հատուկ ջոկատայինները արգելել էին աշխատակիցների ելումուտը։ Քաղաքապետարանի դիմաց հավաքված քաղաքացիների եւ ոստիկանների միջև հրմշտոց ու քաշքշուկ է եղել, ինչից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիներին։ Մերի Դանիելյան, Free Open Media։ Ազգային ժողովն այսօրվա նիստում մերժեց պատիվ ունեմ խմբակցության ներկայացրած ազգային ճգնաժամի եւ պետական կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծ նորակարգ մտցնելը։ Նախագիծն այլ կերպ ասած վարչապետ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու օրինագիծն էր։ Փաստաթղթին, որով իշխանությունը մեղադրվում էր Արցախի կորստի, տարածքային ամբողջականության խախտումների եւ ռազմագերիների հարցում անգործության մեջ, կողմ քվեարկեց 24 դեմ, 48 պատգամավոր։ Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցություններն էին կողմ քվեարկել նախագծին, իշխող քաղաքացիական պայմանագիրը դեմ։ Հարգելի գործընկերներ, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու ի սկզբանե մեռելածին այս նախագծին եւ իմպիչմենթի բոլոր հնարավոր մեռելածին նախագծերին, որոնք կարող են հայտնվել ազգային ժողովի օրակարգում տարատեսակ դրսևորումներով, հայտարարության տեքստով կամ
որևէ այլ աճպարության միջոցով։ Հանրապետականի խմբակցության կողմից այս գործընթացի նախաձեռնումից մինչև լսումներ ժամանակահատվածում տեղի ունեցան մի շարք մեր երկրի համար վտանգավոր, իսկ որոշ դեպքերում նաև հանդառնելիությամբ վտանգավոր իրադարձություններ։ Բայց նույնիսկ լսումների պահից, այսինքն այս հայտարարության տեքստը ներկայացնելուց մինչև այս պահը արդեն իսկ տեղի են ունեցել հակաժողովրդավարական գործընթացներ, նոր ռեպրեսիոն ավելի ուժգին պրոցեսներ եւ նույնիսկ նաև դատավճիռներ, որոնք նույնպես կարող էին ներառված լինել այս հայտարարության մեջ։ Հենց այդ պատճառով ենք մենք ասում, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը անհրաժեշտ է իրականացնել օր առաջ։ Ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանվել է 1.5 տարի։ Սոցցանցերով տարածված տեսանյութերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որով առաջարկում էր Հայաստանում ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։ Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել Պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդանական գործընկերների հետ եւ որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ Լյուքսեմբուրգում միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն թեմայով նախարարական հանդիպման շրջանակում արտգործնախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել հյուրընկալ երկրի, Սլովենիայի, Լատվիայի, Թուրքիայի, Դանիայի պաշտոնակիցների, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ։ Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը քննարկել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման հարցեր, ներառյալ առկա մեխանիզմների միջոցով Հայաստանի դիմակայունության ամրապնդման նախաձեռնությունները։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, նշվում է, որ տեղի է ունեցել կառուցողական քննարկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի միջև հոկտեմբերի 16-ին անցկացված հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ։ Հիշեցնեմ, Թրամփն ու Պուտինը պայմանավորվել են մինչև հոկտեմբերի վերջ հանդիպում անցկացնել Բուդապեշտում։ Ճապոնիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ երկրի վարչապետ է ընտրել իշխող լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սանաե Տակաիչիին, որը դարձել է Ճապոնիայի պատմության մեջ առաջին կին վարչապետը։ Այս ամսվա սկզբին էր 64-ամյա Սանաե Տակաիչին դարձել լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ։ Նա հաղթել է ներկուսակցական քվեարկությունում շրջանցելով իր մրցակցին գյուղատնտեսության նախարար 44-ամյա Սինդզիրո Կոիձումիին։ Տակաիչին առաջին անգամ պատգամավոր է ընտրվել 93 թվականին 32 տարեկանում նա կողմ է բանակի ամրապնդմանը, Ճապոնիայի պացիֆիստական սահմանադրության վերանայմանը և չի աջակցում նույնասեռ ամուսնություններին։ Պատմում է իմ գործընկեր Դավիթ Կենջոյանը։ Ռուս-ուկրաինական հակամարտությունում կողմերը շարունակում են փոխադարձ լայնածավալ օդային հարվածները։ Ռուսաստանը հայտնել է անցած գիշեր 55 ուկրաինական անօդաչուների խոցման մասին, իսկ Ուկրաինան հայտարարել է Խարկովի և Չեռնիգովայի քաղաքացիական ու էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումների մասին։ Հարվածները հիմնականում տեղի են ունենում ճակատային գծում, հատկապես Պոկրովսկի ուղղությամբ ընթացող կատաղի մարտերի ֆոնին, որտեղ ըստ Կիևի մեկ օրում ռուսական բանակը կորցրել է 1130 զինծառայող։ Ռուսական կողմը պնդում է, որ նույն ժամանակահատվածում ուկրաինական զինուժը կորցրել է 1600 մարդ։ Իսրայելի ռազմական ակտիվությունը սրվել է միանգամից 2 ճակատով։ Ցախալը հարվածներ է հասցրել հարավային Լիբանանում Հեզբոլայի ենթակառուցվածքներին, իսկ Գազայի միջզորքերի սահմանանշած դեղին գծի մոտ սպանել է 3 պաղեստինցու։ Այս բռնկումները հաջորդում են հանգստյան օրերին զինադադարի խախտմանը, որի պատճառով ամերիկացի բանագնացներ են ժամանել, փորձելով փրկել այն։ Մարդասիրական կազմակերպությունները շտապում են ձմռան ընդառաջ օգնություն հասցնել Գազա, բախվելով բազմաթիվ խոչընդոտների։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հանդիպել է Բոգոտայում Միացյալ Նահանգների ժամանակավոր հավատարմատարի հետ, փորձելով հարթել երկու երկրների միջև ստեղծված դիվանագիտական ճգնաժամը։ Ճգնաժամի հիմնական պատճառը Դոնալդ Թրամփի հայտարարությունն է, որում նա սպառնացել է բարձրացնել այդ երկրի հանդեպ մաքսային սակագները, ինչին ի պատասխան Կոլումբիան հետ է կանչել իր դեսպանին։ Լարվածությունը սրվել է նաև թմրանյութեր տեղափոխելու մեղադրանքով կոլումբիական նավերի դեմ Միացյալ Նահանգների ռազմական հարվածների ֆոնին։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր աջակցությունն է հայտնել Կոլումբիային։
Սպիտակ տանը մեկնարկել է պատմական արևելյան թևի քանդման աշխատանքները։ Նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած նոր պարահանդեսների սրահը կառուցելու համար։ Այս քայլի հիմնական պատճառը Սպիտակ տանը պետական ընթրիքների նման խոշոր միջոցառումներ անցկացնելու համար տարածքի անբավարարությունն է, քանի որ հաճախ դրանք ստիպված են լինում կազմակերպել բացօթյա վրաններում։ $250 միլիոն ավել արժողությամբ նախագիծը, որն ըստ Թրամփի կֆինանսավորեն ինքնունվիրատուները, մեկնարկել է չնայած նախկինում տրված հավաստիացումներին, թե 1942 թվականին կառուցված պատմական շինությունը չի վնասվի։ Նախաձեռնությունը Թրամփի Սպիտակ տանը լայնածավալ ճարտարապետական փոփոխություններ կատարելու ձգտումների շարքից է։ Միացյալ Նահանգների վերաքննիչ դատարանը չեղարկել է Ստորին Ատյանի արգելքը, թույլ տալով նախագահ Դոնալդ Թրամփին ազգային գվարդիայի զորքերը տեղակայել Պորտլենդում, ինչը դատարանը համարել է համարժեք պատասխան դաշնային շենքը վնասած ցուցարարների գործողություններին։ Ի պատասխան Պորտլենդի ներգաղթի ծառայության շենքի մոտ հավաքված ցուցարարները հայտարարել են, որ պատրաստ են դիմակայել զորքերի մուտքին եւ շարունակում են իրենց ակցիան։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր կազատազրկվի Փարիզի Լա Սանտե բանտում։ Մինչ այդ Էլիսեյան պալատում նրան ընդունել է պետության գործող նախագահ Էմանուել Մակրոնը, մարդկային ժեստ համարելով իր նախորդներից մեկին ընդունելն ու զորակցելը։ Նախկին նախագահը Ֆիգարոյին հայտարարել է, որ անմեղ է եւ բանտ կմտնի գլուխը բարձր պահած։ Արդարադատության նախարարը խոստացել է այցելել նրան բանտում հարուցելով դատական իշխանության զայրույթը։ Ժերալ Դարմանեն պարզաբանել է, որ իր պաշտոնն է պարտադրում այցելել ցանկացած բանտ եւ ապահովել կալանավորների անվտանգությունը։ Նախկին վարչապետ Էդուարդ Բալադյուրն է այցելել Սարկոզիի նրա տանը։ Մեկ այլ նախկին նախագահ Ֆրանսուଆ Օլանդը նշել է, որ հասկանում է, թե ինչ կարող է նշանակել բանտարկությունը Ֆրանսիային ծառայած մարդու համար։ Դավիթ Գենջոյան, Ռիոփն մեդիա։ Վերադառնանք Հայաստան, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տեր Արամ Քահանա Ասատրյանը։ Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման ու կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առայն, որ Արամ Քահանան հրապարակային ելույթներով վարկաբեկել է հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին ու ծառայակից եկեղեցականներին անտեսելով թեմակալ առաջնորդի հորդորներն ու հրահանգները հարատևել է կարգազանց ընթացքի մեջ, վերջին մեկ ամսվա պատարակներին կամայականորեն զեղչել է ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը, այդ քայլով ըստ էության իրեն դուրս դնելով եկեղեցուց։ Երիցս համառել է ներկայանալ հանձնախմբի նիստերին, իր վարքագծով դրժել հնազանդության ուխտը։ Կարգալույծ եկեղեցականը կդասվի աշխարհականների շարքը Ստեփան Ասատրյան ավազանի անունով։ Արագածոտնի թեմի տարածած հայտարարության մեջ հոգևոր դասը, վանականները, աշխատակիցները, հավատավոր ժողովուրդը խստորեն դատապարտել են թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի եւ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ թեմի դիվանապետ Գարեգին Քահանա Արսենյանի կալանքի տակ գտնվելու փաստը եւ թեմի գլխավոր հաշվապահ Տիկին Նաիրա Ալավերդյանի նկատմամբ որոշումը։ Այս ամենը թեմը համարում է իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորում, ինչի հետևանքով խաթարվել է թեմի բնականոն ընթացքը եւ փոթորկվել պարզ հավատացյալների առօրյան։ Երևան-Թբիլիսի ուղևորափոխադրողները բախվել են շատ լուրջ խնդրի, Վրաստանում սկսել են տուգանել Երևանից եկող միկրոավտոբուսները, ընդ որում տուգանքները հսկայական են, Վրաստանում կանոններ են փոխել, բայց Հայաստանից եկող ուղևորափոխադրողներին ոչ ոք չի տեղեկացրել, ով եւ ինչու է նոր փորձանքի մեջ գցել նրանց եւ ինչ անել, փորձել է հասկանալ մեր վրացերեն թողարկումների հեղինակ Աննա Թանդարյանը։ Երևան-Թբիլիսի ուղևորափոխադրումներ իրականացնողները նոր խնդիրների են բախվում։ Չնայած հուլիսի 1-ից ուղևորների պարտադիր անվանացանքի վերաբերյալ փոփոխությունների պատշաճ կատարման ուղևորափոխադրողներին Վրաստանի տարածքում տուգանում են։ Որոշներին վերջնակետում ուղևոր իջեցնելուց, ոմանց էլ սահմանն անցնելուն պես։ Տուգանքի կտրոնում պատճառը նշվում է ուղևորափոխադրման արտոնագրի բացակայությունը։ Նշված խնդրի վերաբերյալ բարձրաձայնել է Go-To ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության ղեկավար Արտյոմ Ասրյանը։ Ամսի 17-ին, օրվա երկրորդ կես, սկսում են ակտիվ հայկական մեքենաները կանգնացնել, տուգանել։ Երբ որ ես իմանում եմ այդ ինֆորմացիան, ուղղակի մեր վարորդներին ասում եմ, ուղևոր մի վերցրեք Վրաստանից, մենակ մեր ստեյս տարածքները տարեք, ժողովրդին իջացնեք, հետ եկեք դատարկ։ Ընթացքում պարզվում է, որ դատարկ հետ գալու ժամանակ է դելի նույն ձև կանգնեցնում են, տուգանում են 5000 դարի, ու մոտ 750,000 են դրա մոտ։
Փորձեցի ճշտում կատարել այլ կազմակերպությունների հետ հասկանալու համար ինչա կատարվում։ Նույն վիճակը բոլորի մոտ է, անխտիր բոլորի։ Խնդրին բախվել են նաև Երևան-Թբիլիսի ուղևորափոխադրումներ իրականացնող այլ ընկերություններ եւ յուրաքանչյուրի 4-ից 5-ական մեքենա տուգանվել է, ապա գտել են այլընտրանքային ճանապարհներ, ժամանակավոր շրջանցելու նոր կարգավորումները։ Նույն երթուղին սպասարկող Էժան տրանսպորտ ընկերությունից ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա, որ ուղևորացանկի բացակայության պարագայում վրացական կողմը երկիր մուտք չի թողնում Հայաստանից ժամանած մեքենաները, սակայն այս դեպքում սահմանին չեն զգուշացնում, թողնում են մուտք գործեն երկիր եւ ապա վերջնական կանգառում տուգանում։ Ասրյանն էլ պատմում է, որ իրենց մեքենաներին տարբեր տեղերում են տուգանել։ Առաջի դեպքը եղել է մեր կանգառում հիմնական որտեղ որ մենք կանգնում ենք Սամգորի մետրոն է։ Սամգորի մետրոյում ուղևորը իջացնելու պահին մոտեցել են մեքենային տուգանել են։ Երկրորդ դեպքն եղել է իրանց ավտոկայանից ուղևոր վերցնելու պահին։ Երրորդ դեպքն եղել է Հայաստանից սահմանը դեպի իրանց ուղղությամբ անցնելուց։ Տուգանումը պարզվում է պայմանավորված չէ նոր փոփոխության վրացական կողմը միայն նոր է սկսել կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առկա հոդվածը, ինչպես նաև երկրների միջև կամ դրանց տարածքով միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների համապատասխան թույլտվության վերաբերյալ որոշումը Վրաստանի պետական եկամուտների ծառայության էջում հրապարակված է դեռևս 2020 թվականին։ Տեղական կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման եւ թույլտվությունների վարչության պետ Պապին Գալստյանն էլ նշում է, որ տեղյակ են խնդրից, առաջիկայում կհանդիպեն ուղևորափոխադրողների հետ։ Այս բանի որևէ տեղեկություն դեռ չկա, իսկ տուգանվել են այն վարորդները, որոնք որ փոխադրման իրավունք չեն ունեցել։ Այն ժամանակ ուղղակի ուշադրություն դարձել կամ խստացել են, ամեն դեպքում ոչ մի բան չի փոխվել, սկսել են դրան ուշադրություն դարձնել։ Ուղևորափոխադրող մեր զրուցակիցները նշում են, որ երբևէ չեն բախվել նման խնդրի եւ այն իր մասշտաբով աննախադեպ է։ Ուստի ակնկալում են Հայաստանի Հանրապետության պետական մարմինների արագ արձագանքը։ Հակառակ դեպքում ամեն օր 2-ից 3 միլիոն դրամ տուգանվելով ընդամենը 15-20 օր անց Երևան-Թբիլիսի բոլոր ուղևորափոխադրողները շատ ծանր վիճակում կհայտնվեն։ Իսկ փոխադրումներ դադարեցնելն այս փուլում, երբ վրաց զբոսաշրջիկների աննախադեպ հոսք կա դեպի Հայաստան, մեծապես կվնասի այդ ընկերություններին մասնավորապես եւ տնտեսությանն ընդհանրապես։ Աննա Թանդարյան, Ռիոփեն մեդիա։ Եվ թողարկման վերջում մեկ կարճ լուր։ Հանրապետությունում հոկտեմբերի 21-ից 24-ը սպասվում են անձրևներ։ Շոգի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, հոկտեմբերի 22-ին ցերեկը նույնքան կբարձրանա։ Այսքան այս ժամի համար հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Բարի ու խաղաղ երեկո բոլորիս, կհանդիպենք։